4+ վավերագրական լուսանկարչության կենտրոնը շարունակում է լուսանկարչության պատմությանը նվիրված իր հրատարակչական նախագիծը և Ռոլան Բարթի լուսավոր խցիկը ներկայացնում է հայերեն Կարին Գրիգորյանի թարգմանությամբ։ Շարքի մեկնարկը տրվել է դեռ 2020-ին, երբ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ և Մարկ Նշանյանի թարգմանությամբ 4+-ը հրատարակեց Վալտեր Բենյամինի «Լուսանկարչություն և պատմություն» գիրքը։ Այժմ լուսավոր խցիկի հետ առանձին պարբերականով 4+-ը ներկայացնում է նաև գրքի հայերեն թարգմանության պատմությունը, Մարկ Նշանյանի ներածական հոդվածը և նրա թարգմանությամբ երկու հարցազրույց Բարթի հետ։ Հետարքիր աշխատանքային ճանապարհ անցանք և սա իսկապես շատ լավ համագործակցություններ թե Մարկ Նշանյանի հետ, թե գրքի սրբագրիչը Թագուհին Սուսլյան, որ անփոխարինելի է այս հարցում, ու այդ ճանապարհին Բարթը դառավ Բարթ, որովհետև Մարկ Նշանյանն ասաց չի կարա Տ-ով գրվի, որոշեցինք մի հատ այդ բառախաղով Բարթ Դ-ով, Բարթ Տ-ով եւ Բարթ այսպիսի մի փոքրիկ պարբերական անել։ Գրքի թարգմանիչ Կարին Գրիգորյանի առաջին հանդիպումը լուսավոր խցիկին 2011-ին էր և արդեն 15 տարի այս գիրքը Կարինի կյանքի անբաժան մասն է։ Այն թարգմանելու ոչ դյուրին ճանապարհը թարգմանիչն անցել է տևական պրպտումների, բացահայտումների ու հայտնությունների շնորհիվ։ Լուսավոր խցիկը ֆրանսիացի փիլիսոփա, նշանագիտության հիմնադիրներից Ռոլան Բարթի վերջին գործն է նվիրված մորը։ Գիրքն ընթերցողական լսարանին է ներկայացվում թարգմանության 3-րդ տարբերակից հետո միայն։ Գիրքը ես թարգմանեմ 3 անգամ։ Առաջինը դա Մելինե Տեր-Մինասյանի հետ արվեստային նախաձեռնություն էր, զուտ միմյանց լեզու հասկանալու, փորձել հասկանալու, որովհետև Մելինեն հայերեն չգիտեր, ես առանձնապես ֆրանսերեն, անգլերեն, ինքը ֆրանսահայ էր։ Այդպես առաջին թարգմանությունն էր։ Երկրորդ թարգմանական փորձը ես արել եմ արդեն անգլերենից, բայց արդյունքը ինձ նույնպես չի բավարարել եւ ես 3-րդ թարգմանությունը արել եմ ֆրանսերենից։ Իհարկե Մարկ Նշանյանի հետ աշխատանքը նույնպես արված է բնօրինակի համաձայն, այնպես որ վերջին հաշվով կարող ենք ասել, որ թարգմանությունը արվել է բնօրինակից։ Ըստ էության Սուզան Զոնթագի լուսանկարչության մասին գրքի հետ Բարթի լուսավոր խցիկը առանցքային դերակատարություն է ունեցել լուսանկարչության պատմության մեջ, վերլուծելով լուսանկարի էթիկական, սոցիալ-քաղաքական հիմքերը, իսկ Բարթը նաև արձանագրելով դրա երևութաբանական կապը մահվան հետ, որոշակի իմաստով այն տարել են դեպի փակուղի։ Բարթի բազմաշերտ փիլիսոփայության բացահայտման երկարամյա ճանապարհին թարգմանիչը հոգևոր հարազատության բազմաթիվ եզրեր է գտել հեղինակի հետ։ Իմ համար ամենահուզիչը նրա մոր հետ կապն է այս գրքում եւ նրա գրառության անձնական տոնը, որը որ բացառիկ է դարձնում այս գիրքը թե փիլիսոփայության տեսանկյունից, թե ընդհանրապես լուսանկարչության մասին գրության տեսանկյունից, որովհետեւ սովորաբար մենք ծանոթ ենք այդպես ակադեմիական տեքստերի։ Բարթը ինքը ցանկանում էր ստեղծել մի չեզոք լեզու, որը չլինի ոչ գրական, ոչ գիտական եւ իրականում իրեն հաջողել է այս գրքում այդ լեզուն ստանալ։ Դա գրքի ամենակարևոր առանձնահատկություններից է։ Լուսավոր խցիկը 500 օրինակով ներկայացնելով հայ ընթերցողների գնահատմանը, շարքի հեղինակներն արդեն մտածում են հաջորդ գրքի մասին, նախապատվությունը տալով Սուզան Զոնթագին, որի լուսանկարչության մասին գիրքն արժանացել է քննադատների ազգային մրցանակին։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։